Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, ազգային ժողովը սկսել է 11-րդ նստաշրջանը։ Այսօր ազգային ժողովում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը, թե որ խմբերն են առաջին շահառուները եւ այլն։ Ասեմ, որ արդեն տևական ժամանակ է առողջապահության նախարարը իր անձնական էջով էլ բանավոր կերպով տեսանյութով անընդհատ դիմում եւ ներկայացնում է այդ փոփոխությունները, այդ ներբերանգները։ Ես չգիտեմ որքանով եք դուք ուշադիր, որքանով չէ, բայց մի բան հաստատ է, որ մենք գնում ենք միջազգային նորմերին մեր պետությունը համապատասխանեցնելու ճանապարհով եւ ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաեւ այլ ոլորտներում նույնպես։ Իհարկե, որոշ դժվարությունների հանդիպում ենք, որովհետեւ մեր հասարակությունը տևական ժամանակ պատրաստ չի եղել առաջընթացների, պատրաստ չի եղել ժամանակին համահունչ քայլելու եւ որոշակի խեղումներ են լինում, շահագործումներ են լինում, ինչու ոչ լինում են թերություններ, որոնք ընթացս կարող են շտկվել, հա, օրինակ ինչպես որ տրանսպորտի բարեփոխումներն էին, այդտեղ էլ շահարկումները շատ մեծ եղան, մենակ շատ դեպքերում ինչի հետ դա կապ ունի, հա, ես ուզում եմ մի առանձին ճյուղի մասին խոսել, որտեղ են շատ խնդիրներ նաև առաջանում, այլ տեղեր նույնպես խնդիրներ առաջանում, բայց այս ուղղությունը շատ հետաքրքիր է։ Տեսեք, մենք նստում նայում ենք ամբողջ ծրագիրը, ասենք օրինակ, հա, դիցուք հենց այս թեման, առողջապահության ապահովագրությունը։ Նայում ենք ու մեզ թվում է, թե ինքը շատ խուճուճ է, ինչ որ բարդ է, ու այդ ամբողջը չենք կարող մենք հիշել։ Պետք չի վախենալ, պետք էլ չի հիշել ամբողջը։ Ընդամենը պետք է լսել, թե դու որ կատեգորիային ես պատկանում։ Որ կատեգորիային որ պատկանում ես, դու դա փորձի ֆիքսել, դա շատ հեշտ է։ Հետո արդեն երբ որ կմոտենանք, կասեն ուր մոտենալ, ինչպես անել, ինչպես չանել, կամ պետք է մոտենալ, թե պետք չի մոտենալ, արդեն ամեն ինչ մեկ ավտոմատացված կգնա։ Հետագայում ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում դեպի դրականը, թող փոխվի, դրա համար նույնպես արդեն կհասկանանք, թե ինչա պետք, ինչ չէ։ Այս պարագայում շատ լավ սա բարեփոխում է եւ այո, աշխարհին համահունչ բան, հա, այսինքն կարող են մարդիկ հանգիստ ճամփորդել, սա նաեւ վիզաների ազատականացման նախապայմաններից մեկն է։ 1-2 տարի առաջ սրա մասին ես խոսել եմ, թե այդ ազատականացումը կամ Եվրամիության հետ ասոցիացիան պայմանագրի կնքում բանես ամեն ինչը նախ եւ առաջ ինչ պահանջներ է դնում անվտանգային, առողջապահական եւ այլն, հա, սա դրանցից մեկն է։ Այնպես որ եկեք շատ չլարվենք, հավատացեք, այնտեղ շատ բաներ, գրեթե ամեն ինչ հաշվի առնված, կլինեն փոքրիկ բացեր, կլինի փոքրիկ մի շերտ հասարակության ով բաց թողնված կլինի, չնայած չեմ հավատում դրան։ Ոչինչ, հանգիստ կարող ենք դրա մասին բարձրաձայնել, կներառեն, կքննարկեն ու շատ արագ կդնեն տեղը։ Ոնց որ էլի եմ կրկնում տրանսպորտի մասով եղավ, հա։ Մարդիկ նստած ասում են, լավ, շատ խուճուճավ, ինչ անշանակում, ես ինչ բա սենց են, ինչ բանից, ասում եմ, այդ ձեր ցավատարում, նայեք դուք որ կատեգորիային եք պատկանում։ Դա հիշեք։ Հետագայում, հետո, երբ որ սկսվեց տրանսպորտային համակարգի ներդրումը, սկսվեց գործնական փուլ մտավ, բնականաբար միանգամից բան չեղանք, չէ, այնտեղ քաղաքապետարանը նույնպես որոշ հարցեր վերանայեց արդեն գործնական փուլում, աշխատանքի մեջ ինչպիսինն է, որովհետև ինչքան էլ դու փայլուն ծրագիր ներկայացնես ու փորձես փայլուն կերպով իրականացնել, անթեր իրականացնել, դա անհնար է, նման խոշոր ծրագրերը անհնար է։ Պետք է ինքը պուսկ լինի, մտնի մեխանիզմը սկսի աշխատել ու աշխատանքի process-ում մնացած արդեն շտկելով գնաս։ Այնպես որ այն աբորիգեն երկրից վերածվում ենք շատ նորմալ քաղաքակիրթ երկրի, այս մասով պետք է հանգիստ լինել։ Բայց միևնույնն է, հասարակության մեջ երբեմն առաջանում է անվստահություն ոչ թե այս կամ այն ինստիտուտի հանդեպ, այլ հենց պետության հանդեպ։ Իսկ սա ունի իր խորը արմատները, որովհետև տևական ժամանակ տասնամյակներով, երբ որ մենք անկախացել ենք, չնայած մինչև անկախացումն էլ մենք մեզ օտարել ենք պետությունից, մենք չենք կրել պետությունը, մենք չենք ներկայացել, ինքներս մենք չենք ներկայացել որպես պետության 1-3 միլիոներորդական մասնիկ, եւ այս մասնիկների համատեղումն է հենց նաեւ պետությունը, հա,
Խորհրդային միության տարիներին դա բնական էր, պետությունից կարելի էր թալանել, գողանալ, պետությունը ինչ-որ մի խորտ բանի էր վերածվել, եւ այսի պետական, այսի մասնավոր, այսի պետականը լավ էսի հեչ, որ սա պետականը ուրեմն սենց նա, այսինքն այսպեսի խոսույթը, կենցաղը, այսպեսի մոտեցումը, կյանքը բերել էր նրան, որ մենք պետությունից մեզ օտարել ենք, եւ նաեւ դա էր պատճառներից մեկը, որ պիտի խորհրդային միությունը այսպես թե այնպես կործանվեր։ Հետո ստեղծվեց նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծվեց երրորդ Հայաստանի Հանրապետությունը, անկախացավ։ Մի քանի շատ կարճ ժամանակ անց ցավոք սրտի մենք նորից սկսեցինք պետությունը մեզանից օտարել։ Իհարկե, մեր այն սովետական դասիրակությունը նույնպես էստեղ իր դերը խաղաց, որովհետև մենք սովոր չենք, ոնց թե պետությունը ես եմ, ոնց թե պետությունը իմն է։ Չէ, պետությունը իմը չի, պետությունը այն օլիգարխինն է, այն հանցագործինն է, այն կիլերինն է ու այն քաղաքական գործչինն է։ Այսինքն ենք մենք միշտ մտածել։ Եվ երբ որ մեզ եկել բակային հեղինակություններինն է, այսպես ենք միշտ մտածել ու ունեցել ենք այդ խնդիրը։ Մեզ օտարել ենք պետությունից, հետո մենք սկսել ենք խորհրդանալ պետության հետ, երբ որ պետությանը պետք է լինում, մեր երեխաները պիտի գնան բանակ ու ծառային, իսկ հարուստների երեխաները ինչի չեն գնում, երբ որ պետությանը պետք է լինում, կգան, մենք բիզնեսը հենց կդնենք, կկանգնենք գլխներից, բայց այ տեսեք, այն մի օլիգարխի գլխին չեն կանգնում, եւ այս անարդարությունները տևական ժամանակ նույնպես նպաստել են, որ մենք խորհրդանանք մեր պետությունից։ Ընտրությունները իրենց հերթին, այդ բանը լցոնումները, չգիտեմ, ձայներ գողանալը, առնելը, մի խոսքով, այս ամեն ինչը մեզ ամեն վարքյանով խորհրդացնում էր պետությունից, եւ մենք անընդհատ այդ անարդարության զգացումով ապրել ենք։ Եվ այսօր, երբ որ առաջարկվում է, որ պետք է մի հատ ինչ-որ տեղից գիծ քաշվի ու արդեն անցնենք առաջ, որպես 4-րդ, հանրապետություն, թող 4-րդ հարցը թվերը չեն, այլ մեկ այլ իրականություն, մի իրականությունից պետք է տեղափոխվել մեկ այլ իրականություն, մենք կարծես դրան այնքան էլ պատրաստ ենք, չնայած փառք Աստծո, պետք է ասեմ, որ քաղաքացիների մի ստվար զանգված կներեք, որ այս կերպ եմ նկարագրում, մարդկանց շատ մեծ խումբ արդեն գիտակցում է, թե խոսքն ինչի մասին է։ Բայց ոչինչ, եթե կան մարդիկ, որ դեռ չեն գիտակցում, նորմալ է դա, որովհետև ապրել ենք նենց փոսի մեջ, որ այնպես չի հեշտ է թե դա ընկալելը կամ գիտակցելը։ Ամենայն դեպս նոր սերունդը հաստատ դա գիտակցելու է։ Նոր սերնդի ճակատագիրը չեն լուծելու մի քանի անձինք կամ եւ այլն եւ այլն։ Նոր սերունդը հենց պետությունն է։ Մենք, չգիտեմ, մեր դասիրակությունը, կրթությունը, մեր միջավայրը ինչպիսին է, որ եղել է, մեր սովորույթները թույլ կտան, մենք ադապտացվենք նոր իրականությանը, թե ոչ, կամ որքանով թույլ կտան, բայց մենք պիտի հասկանանք մի բան, որ այդ մի փոքր անհարմարությունը, որը մենք պիտի կրենք, դա մեր պետության հարատևության մասին է։ Ես հավատում եմ սրան, հավատում եմ իմ ոսկորներով, այն որ սենց ամենայն փոքր բջիջներով ամբողջովին եմ հավատում ու ես գնում եմ դրան։ Ես համոզված եմ, որ դա լավ ճանապարհ է ու գնում եմ դրան ու առաջարկում եմ միասին գնանք ժողովուրդ ջան դրան։ Այո, իրար քննադատելով, այո, բանավիճելով, բայց չկորցնելով հարգանքը դիմացինի իրավունքների հանդեպ։ Այնպես որ ես պիտի իսկապես շնորհավորեմ մեզ, որ վերջապես այս մեխանիզմը կարծես ընդհանուր բանա, ռուսական համընդհանուր ապահովագրությունը կարծես մեխանիզմը արդեն պատրաստ է, այս տարիներին, այս 1-2 տարիներին ինձ շատ էին հարցնում, ասում են, բա ոնց է լինելու, բա երբ է լինելու, բա ինչ են անում, բա ուր են հասել։ Իմիջիայլոց ընդդիմադիր դաշնել անընդհատ բան, դա ոչ մի բան էլ չեն անում, ասել են չեն անում, չգիտես ինչ էս կողմենկում։ Ինչ աշխատանքներ որ տարվել է կաբինետներում, ահա եւ արդյունքը այսօր ներկայացվում է ազգային ժողովում։ Եվ եթե սա ստացվի ու լավ գնա, լավ ընթանա, պետք է ասել փառք ու պատիվ այն անձանց, ովքեր որ այս մեխանիզմի վրա լուր աշխատել են երկար ժամանակ։ Սա բարդ բան է, սա հեշտ բան չի։ Եկեք խոստովանենք, որ հեշտ բան չի։ Այնպես որ տեսնենք ինչ կստացվի։ Ամեն դեպքում կլինի դա առողջության համընդհանուր ապահովագրություն, թե կլինի մեկ այլ բան, եկեք վստահենք պետությանը։ Ես չեմ ասում իշխանություններին, ես չեմ ասում ընդդիմությանը, ես չեմ ասում քաղաքական գործիչներին։ Չէ, այս պետությունը այդ մենք ենք։ Պետության ցանկացած պետական աշխատող, որը որ ընդհանուր պետության
այդ հսկայական ագրեգատի, հա, ասես քաշողն է, մեր միջավայրից է, մեր տան անդամա, մեր շքամուտքի անդամա, մեր բակի անդամա, չէ, մեր գյուղի մարդա, մեր քաղաքի մարդա, այսինքն մենք ենք, այնտեղ օտարները չեն նստած։ Պարզապես պետքա մեր միջավայրում, մեր շփումները, մեր զրույցները ավելի որակյալ դարձնենք, որպեսզի այդ 1-5-10, երբ որ աշխատում են պետական մարմիններում, իրենց ներսում նույնպես կրեն մեզ, այ մենք ոնց որ կրում ենք իրենց, որպես մեր բակի մարդ, իրենք էլ կրեն դա իրենց ներսում, որ այո, մենք պետությունն ենք առաջ տանում, իր բնակչությունով, իր ամեն ինչով։ Եվ այս գիտակցումները շատ կարևոր են, եւ այս գիտակցումների մեջ, այս ինքնամաքրման process-ի մեջ, հավատացեք, բարոյական նորմի պահպանումը նույնպես կարևորագույնն է, որը ցավոք սրտի եկեղեցին փորձում է անընդհատ բերել այդտեղ ընդդիմություն կոչված այդ ազգային ժողովի ընդդիմությունը նույնպես, այն որ ատելությունը, թարախը, կեղտը թափվում են, որ մունատ է սա։ Մտնում ես համացանց ամբողջը մունատ է, հա։ Երբեմն մենք էլ ենք տրվում դրան արդեն, այստեղները սա հասել, բայց պետքա քիչ-քիչ պարտադրել, մեր կեցվածքով պարտադրենք, որպեսզի լռեն մի բան, մի հատ հասկանանք ուր են գնում, ոնց են գնում, ինչի համար են գնում նաև։ Որ այս պետությունը այդ մենք ենք։ Օթից չի ընկել մեզ նվեր, դրա համար դա կյանքեր է արժանացել մեզ։ Եվ չստացվի առաջին հանրապետության օրը չընկնենք, առաջին հանրապետությունը, որը ստեղծվում էր ու հայության հույսն ու երազանքներ, մեկ օրվա մեջ ակտը ստորագրեցին մի քանի հոգով այդ ստորագրողներին էլ չես կարող մեղադրել, կոնկրետ ռուս-թուրքական զորքերը կանգնած, ասում են մենք մտնում ենք արդեն։ Մենք մտնում ենք, կամ խորհրդայնացվում է բանակը, հանձնում եք մեր, չգիտեմ, հեղկոմին, բանն էլ, կառավարումն էլ այնտեղ, կամ մտնում ենք։ Եվ հայերի կյանքերը վտանգի տակ է, ժողովրդի կյանքը վտանգի տակ է։ Ստիպված եղան ակտի տակ ստորագրել վրացյան դրո եւ այլն, եւ մի խոսքով կապիտուլացրեցին մեզ, գողացան մեր հայրենիքը մեզանից ռուս-թուրքական ուժերը, բոլշևիկյան եւ թուրքական ուժերը։ 20 թվականին դեռևս։ Եվ չպետք է մենք հասնենք հիմա դրան, այսինքն իսկ եթե ունենայինք այդ ժամանակ ներուժ, եթե այդ ժամանակ մեր հայ բնակչությունը, հանրությունը գիտակից լիներ, այսինքն թե ինչա պետությունը, տեսեք, մենք մի 600 տարի լինելով որոշ կայսրությունների տիրապետության տակ, ընդամենը էթնիկ ժողովուրդ ապրելով, կորցրած լինելով պետականություն, մենք արդեն հարմարվել ենք այդ դրվագին, այդ իրավիճակին, որ մենք ապրենք մեր երկրում, մեր եկեղեցին լինի իր տեղում, ոչինչ, որ մենք հարկենք մուծում ուրիշ պետության ըստ էության, հա, կարևորը մենք մեր պապերի հողում ենք ապրում, այսպես է։ Դա էլի, ասեմ, ավելի լավական անգամ էթնիկ զտման ենթարկված լինելը։ Ու սովոր չենք, թե ինչա սեփական պետականություն ունենալը, սեփական պետություն ունենալը։ Ու երբ որ ունենք, կարծում եմ այդտեղ մեր չիմացությունը, մեր այն սովորույթները, որոնք ավելի խիստ ազգային են ու պետական մտածողության դաշտից չեն, այս սրանք նույնպես իրենց գործը արել են։ Չգիտեմ որքանով են ստիպված եղել, որքանով չէ, դրանք անընդհատ քննարկումների ենթակա են, ես կարծում եմ, որ պարտադրված էին, այլ կերպ, այլ ճանապարհ չկար պարզապես, բայց հետո մի հատ էլ դուրս չեն եկել, չէ, հերոսական չգիտես ինչեր խոսելու, լուր գնացել են, ոչ թե Շահրամանյանենց նման, էլի մի կողմից, լավ հասկացանք, պարտադրված ենք, որովհետև Ադրբեջանը ամբողջ ծանրությամբ ընկնում էր Արցախի վրա, իսկ Հայաստանը չէր կարող մտնել այդ պատերազմի մեջ, չէր կարող, մենք կկորցնեինք Հայաստանը, ոչ թե կգրավեր դա Ադրբեջանը, ոչ թե միայն մենք այո, կկորցնեինք մեր Հայաստան, որովհետև մտնելու ենք ոչ լեգիտիմ կռվի դաշտ, որտեղ որ դարձյալ միայնակ էինք մնալու, հետո դուրս գայինք աշխարհին անիծեինք, բան անարդար էր ամեն ինչ եւ այլն եւ այլն։ Բայց արդյունքը լինելու էր պետականության կորուստը։ Այս իմաստով հասկանալի է, բայց մյուս իմաստով ինչու եք բերում հասցնում դրան։
Ինչու եք հասնում դրան, չէ՞ որ դուք ունեք հնարավորություններ Հայաստանից ձեզ ձևը ցույց էին տվել, տեղը ասել են, չեն կարող ձեր փոխարեն, այդ ձեր փոխարեն Քոչարյանը օրինակ երկրի ղեկավարներից մեկը, լավ, Երևանը պաշտոնական անուններ չտանք, որ չասեք, այ քանի որ չեք սիրում դրա համար եք, տեսեք, պաշտոնական Երևանը ձեր փոխարեն փորձել է բանակցել ձեր փոխարեն եւ հանդիպել է պատի, որովհետեւ պատից են կողմ ասել են լսի ինքնորոշվողը դու ես, դու պետական միավոր ես։ Դու ունես քո պետությունը, ինքնորոշվողը այնտեղ ապրող մարդիկ են։ Հետո ինչ հարցը հայերի մասին է, այնտեղ ապրող էթնիկ ժողովրդի մասին է։ Ու եթե ինքը ներկա չի, դու ով ես որ ստեղ խոսում ես, բա այդպես լինի բոլորի փոխարեն կխոսեն։ Հասկանում եք։ Եվ Երևանից հեղափոխությունից հետո եւ առավել եւս 20 թվականից հետո, նոյեմբերի 9-ից հետո, ձեզ անընդհատ ասել են որ ու ստեղծել են հարթակներ, որպեսզի դուք ներկայանաք, որպես ինքնորոշվող կողմ, միջազգային իրավունքի կողմ։ Բայց դուք սովոր չեք եղել տես բան մտածել, որովհետեւ ձեզ այլ բան են սովորեցրել, այլ խոստումներ են տվել։ Եվ երբ որ այդ վերջին 10 օրը հատկապես դուք գնացիք ձեզ այլ խոստումներ տվածների հետքերով շատ արագ մի օրյա պատերազմով վերցրեցին։ Հետո դարձյալ մեղադրեցիք Հայաստանին, թե ինչի չմտավ պատերազմի մեջ։ Դուք հասկանում եք, ասենք օբյեկտիվությունը որտեղ է։ Ձեր հեռատեսություն քաղաքական բան ծանոթ բառակապակցություններ են սրանք։ Եվ այսօր դուրս եք եկել բոլորին թուրք, չգիտեմ, դավաճան, չգիտես ինչեր եկա։ Դուք գիտեք ինչ, իմ կարծիքով դուք խանդում եք ու շատ ներվայնանում եք, որ երկրի առաջնորդը, երկրի ղեկավարը, առաջնորդ բառը ես այդքան էլ չեմ, պետության բանով այդքան էլ չեմ սիրում օգտագործել, երկրի ղեկավարը գտնվում է մի վայրում ու մարդիկ են մոտենում ոչ թե ակնկալիքով, որ իրենց փող տա։ Հիշում եք Քոչարյանը կամ Սերժը կամ իրենց մանկլավիկներից են, չգիտես, օլիգարխ դեպուտատներից, որ միտեղ գնում էին, ոնց են ժողովուրդը հարցակվում վրան, որ sense մի բան փոկեին։ Այլ մոտենում են, որպեսզի բարևեն։ Մոտենում են, որպեսզի իրենց խնդիրը գյուղի կամ համայնքի ներկայացնեն։ Դուք այսա տեսնել, ու կամ մոտենում են պարզապես, որովհետև սիրում են։ Դուք սրանից ներվայնանում եք ու սկսում եք այդ մարդկանց ուղեղը մտցնել, այ եթե դու մոտենում ես, դու ուրեմն զոմբի ես, SSN ես, հասկանում, դուք դա անում, որովհետև դուք ատում եք այդ քաղաքացուն, ով որ ունի ազատ սեփական կարծիք։ Դուք ատում եք։ Ձեր խնդիրը միշտ է եղել, որ նախ դուք ինքներդ գիտակցել եք, որ հայ հանրության կողմից ընդունված չեք։ Եթե ընդունված լինեք, ընտրությունները չեք կեղծի այս աստիճան լինելով իշխանություն կեղծել ընտրությունները։ Այսինքն դու ինչքան տեղյակ ես, որ ինչքան չես արել, որ ժողովուրդը քեզ մանդատ չի տայել։ Ու դու սկսում ես կեղծել ընտրությունները։ Դու շատ հիանալի իմանում ես, որ այդ հասարակության կողմից ընդունված չես։ Դու որևիցե մեկը չես այդ ժողովրդի համար։ Ու այստեղ եք դուք ատում այդ նույն ժողովրդին։ Դրա համար փորձել եք այդ ժողովրդին դնել ծանր վիճակի մեջ, հնարավորինս ծանրացնել վիճակը, կտրել ամեն ինչից, հետո բերել 1-2 իբր բարերարներ ձետ բրինց տան, հայտնվեն կախվածության մեջ ժողովուրդը, այս մարդիկ էլ դառնան բարերարը։ Կներեք էլի, ինչ է նշանակում ազգային բարերար եզրույթը։ Ես ասենք մենք ինչ որ երևելի լավ ազգ ենք, աշխարհի հնագույն ազգերից ենք, բայց երբ որ դու ունես պետություն, կարող եմ իմանալ ինչ է նշանակում ազգային բարերար եզրույթը։ Լավ կարող է նաև մարդը լինել բարերար, այս կամ այն հիմնադրամին աջակցի օգնի։ Բայց մի հատ կծանոթանաք աշխարհում բարերարները ինչպես են դա անում եւ ինչպես են նրանց կոչում։ Այսինքն քո ազգը, քո պետությունը, քո երկիրը այնքան ցնցոտիավոր է, որ ազգային բարերար, իմ բարերարը չի, ինչ եք իմ վրա փաթաթում։ Ես այս ազգից եմ ու իմ բարերարը չի։ Ես չեմ ուզում առհասարակ բարերար լինի։ Ու գիտեք ինչ, ընդամենը 1 սերունդ առաջ ես կարող եմ դեպքեր հիշել։ Մարդիկ կային, այդ շատ ծանր, սովից մեռնում էին 90-ականներին, սովից մեռնում էին։ Մոտենում էր որ մի բան նայում էր
դու ով ես որ ինձ լավություն անես։ Այդ թասի բասվածը կար, դուք դա կոտրել, ջարդել եք, հասկանում եք։ Հայկական այդ նամուսը կոտրել, ջարդել եք։ Սրանից ավել թրքություն ժողովրդի հանդեպ դժվար է պատկերացնել։ Կոտրել եք նրա ազգային կերպարը, դեմքը, բերել եք ազգային բարերար եք խաղացնում։ Ինչ ազգային, լավ, աշխարհում շատ միլիարդատերեր շատերին օգնում են, ոչ թե օգնում են։ Դրանք հիմնադրամներ են ամենատարբեր, ընդ որում երբ որ անում են բարեգործություն, իրենց բանից նույնպես իջնում է այդ հարկերից, տուրքերից եւ այլն։ Այնպես չի էլի որ դա sense լայն սիրտ ունենալու արդյունք է մեծ միայն։ Չէ։ Թեմանք շարունակենք կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Այսպես վերադառնանք, պետք է ժողովուրդ ջան, պետք է շատ բաներ կան, որ կարծրատիպ են դարձել մեզ մոտ, ու դա պետք է կոտրել։ Դա պետք է կոտրել այդ կարծրատիպ, չպետք է վախենալ։ Պետք է այ որ ասում ենք մեր ինքնությունը վերականգնել, հենց նայես սրա մասին է։ Հենց սրա մասին է։ Մեզ դարձրել էին մուրացկանի հոգեբանության տեր մարդիկ։ Եվ մուրացիկությունը, այո, ես չեմ ասում, թե մուրացկանությունը մարդիկ են, որ հայտնվում են ծայրահեղ իրավիճակի մեջ եւ ստիպված են լինում նաեւ մուրացկանություն անել։ Հարցը դա չի, բայց մուրացկանի վերածել մի ամբողջ ժողովուրդ, սրանից ավելի հակազգային գործունեություն դժվար է պատկերացնել, որովհետեւ մեկը կարող է ծավալել իր երկրում, եթե ինքը համարում է դա իր երկիրը։ Նաեւ իր երկիրը, ոչ թե հենց իր երկիրը, կան որ համարում են հենց իրենցը, ու սենց ինչ-որ կամակորություններ են անում, ասում են մերն է, ինչ ուզում անում ենք, բայց երբ որ նաեւ իր երկիրը, դու արդեն հաշվես առնում մնացած բոլորին։ Չի կարելի, ազգային բարերար, չէ, ես չեմ ասում է այդ ազգային բարերարը վատ մարդա վատ բան, ինձ քիչ է հետաքրքիր։ Հնարավոր է ինչ-որ մի պահի տենց ազգային բարերարել է պետք լինում։ Բայց բարեգործությունը կրկնում եմ, ունի այլ ձև։ Բարեգործություն լինում է հիմնադրամներին, թեկուզ սեփական հիմնադրամի միջոցով, բայց դա պետք է նաև օգնի պետությանը ինչ-որ կերպ։ Ոչ միայն քաղաքացուն, այլ նաև պետությանը, եթե պետությունը այսինչ տեղը չի հասնում, կարող է նաև այդ դոնորներով, այդ բաներով, խողովակներով փորձի օգտակար լինի, եթե իհարկե համարում է պետությունը։ Բայց չէ, մարդիկ եկել են, լավ, ասենք թե 1000 ընտանիքի, ասենք թե, 1000 ընտանիքի օգնել են։ Օգնել ես, լավ ես արել։ Ինչի՞ ես հետո այդ 1000 ընտանիքին ասում, տեսեք, ես մի հատ հանցագործություն եմ արել, ինձ ձերբակալել են, հիմա դուք եկեք ինձ պատժեշկա արեք։ Այսինքն դա չեղա որ դու լավություն ես արել։ Դա եղա որ դու պարտքով փող ես տվել։ Ու հիմա պարտքդ հետ ես ուզում։ Դա է դա նշանակում։ Իմի շատ են բանանում, տեսեք 53 քննիչ նստած Սամվել Կարապետյանի վրա փորձում են գործ կարել։ 53 քննիչ, ուզում են այլ տպավորություն թողնեն, էլի։ Իբր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է հենց մեր ձևով, այդ արտահայտության համար, հիմա էլ 53 քննիչ նստած նայում են ոնց անեն, որ դուք ասենք ցնդել եք դուք պատկերացնում եք 53 հոգի մի վայրում մասնագետներ ու մի հատ բառի հետևից գիժ եք դուք։ Դուք պատկերացնում եք որ 53 հոգի, նայեք, հավանականության տեսությունը ձեզ ասեմ, որպեսզի ձեզ համար պարզ լինի։ Երբ որ մի թեմայով զբաղվում են 2 հոգի, 50% է հավանականությունը, որ այդ թեման գաղտնի կմնա։ Եթե 3 հոգի, 35% է հավանականություն, այս լավագույն դեպքում։ Եթե 4 հոգի, 25%։ Ու ինչքան շատամ են, այնքան տոկոսը քչանում է, որ իր գաղտնիությունը բան կլինի, անգամ էդի լավագույն դեպքերում եմ ասում, որովհետև կարող է 100-ից 100 ջրվի, որ աշխատանքային պրոցեսը
ասենք լավ ճանապարհով կգնա եւ այլն, եթե հանձնարարություն 53 հոգի մի վայրում դուք հասկանում եք ինչի մասին եք խոսում։ Ու հիմա դուք դուրս եք եկել, ենթադրություն եք անում, իսկ այդ 53 քննիչներից որևիցե մեկի ձենը դուրս չի եկել։ Այսինքն այս 53 դա ինձ թույլ է տալիս մտածելու, կարծելու, որ այս 53 քննիչները ունեն հստակ անկալում իրենց աշխատանքի հանդեպ ու իրենց աշխատանքն են անում ու բնական է որ իր աշխատանքն անում չի կարա դուրս գա ասի գիտեք ինձ պարտադրել են 53 քննիչի պարտադրել կլինի դուք այսօրվա քննչականի կեսը դեռևս ձեր հարազատ բարեկամ խավոր սանիկներն են ախր դուք ինչից եք խոսում ես այլ կերպ եմ դիտարկում այս հանգամանքը ասում եմ ուրեմն ինչքան մեծ է հանցագործության մասշտաբը որ ձեր ասած 53 հոգին նստած փորձում են այդ ամեն ինչին իրավական հիմքերը ճիշտ դասավորել, առելի աշխատանք կա ուրեմն այդտեղ կա 53 քննիչի աշխատելու բան, պահանջ։ Ես այսպես եմ նայում։ Ու իմ կարծիքով ամենաբնական մոտեցումն է դա։ Եվ օրինակ, մենակ հեծի մասով, երբ որ նայում ենք ինչ է կատարվել, Եվ նայում ենք Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցներն ու հրապարակումները, որոնք եթե կեղծիկ լինեին հիմա Նարեկը Կարապետյան վաղուց էր վազելով գնացել բան տալուց, ուսմունք տալու կամ գոնե դատարան դիմելու, վաղուց հնարավորությունը ունեն, միջոցները ունեն, դատարան դատավորները կան, իմիջիայլոց միջազգային կառույցներն էլ բան էին արել, որ մեր իրավական դաշտը կախվածության մեջ է, որոշակիորեն եւ այդ կախվածությունը երբ որ բացում ես բարձվում է որ նախկիններից է այսինքն այսպես թե այնպես այնտեղ խնդիր կա դժարեք ձեր ուզածը բայց չեն գնում Facebook-յան գրառումներ են անում գիտեք ինչ քանի որ Ռոմանոս Պետրոսյանը ասած Ռոմանոս Պետրոսյանը բացի Facebook-ը գնում հարային հեռուստատեսությամբ էլ անստում ասում այստեղ free news-ել է եկել Քեզ էլ free news կանչել ենք Նարեկ ջան, չես կարող ասել չի եղել նման բան։ Մի քանի անգամ ենք կանչել, ու շարունակում ենք կանչել։ Ես խնդրում եմ, արի իմ հաղորդմանը յուր։ Հրապարակային խնդրում եմ, տես շատ նորմալ մարդկային։ Բացի դա Պետրոսն էլ այնտեղ մեռավ ճղվելով, անընդհատ գրում ասում կանչում ենք, խիչ եք գալիս, եք գնում օտար երկրներում։ Լավ եք անում, լավ գնում եք, բայց մեր մոտ էլ եկեք։ Հիմա մի կողմին կանչել, հա Հանրության հետաքրքիր թեմա է, հեծը։ Ունի երկու կողմ։ Մեկը նախկին կառավարողները, մեկը ներկայիս ժամանակավոր կառավարիչը։ Հիմա հրավիրում է, որպեսզի երկու կողմն էլ ունենան արտահայտվելու բան, հնարավորություն, որպեսզի հասարակությունը բան անի, պատկերացում ունենա ու օբյեկտիվ լինի, հա, գնահատականի մեջ։ Մի կողմին կանչել է, եկել է, քեզ կանչում է, չես գնում։ Ընդ որում Ռոմանոս Պետրոսյանից առաջ է քեզ կանչել, առաջինն է քեզ կանչել, որ դու չես գնացել, էլի նես չի, որ բանի մեջ ես։ Մինչև այսօր չես գնում, գնացիր Նյու Յորք էլ հասար, հետո եկար, ձեր տնից աշտարակից մինչև բան, մարաշ չես ուզում գնաս հասնես։ Ազգային բարերար ենք մենք, ոնց։ Ազգային բարերար ամեն մի հատ զինծառայողն է, ամեն մի հատ կամավորն է, որ ցանկացած իրավիճակում գտնվել է սահմանին կամ պատերազմի դաշտում։ Ազգային բարերար իրանք են, դուք ինչ եք։ Դուք ո՞նց եք ազգային կամ ինչ աշակում ազգային բարեր, այսինքն եթե այնտեղ հանկարծ մի հատ, եթե օգնում էր այս գյուղին, այդ գյուղում մի հատ ազգությամբ եզդի լիներ, իրան ասում ենք ապեր, դու մի հատ այս կողմարի, հա, մենք սեղ ազգային բարերար ենք, մեր ազգի մասով ենք, էլի մենակ, հա, էսա։ Չէ։ Բայց ինչ կա ցած եզրույթներ բերել, մտցնել պետական միավորի ներսում ու փորձել սա խառնել իրար։ Դեգրադացնել հասարակական լեզվամտածողությունը։ Ինչի համար։ Ինչ պատվերներ եք կատարում։ Այս սա է, որ մարդկանց հունից հանում է ու չեն ընդունում ձեզ։ Ու չեն էլ ընդունելու ձեզ։ Չեն էլ ընդունելու, որովհետև դուք առնվազն ազնիվ չեք։ Դուք առնվազն չեք սիրում ժողովրդին։ Չեք անցալում ժողովրդին որպես պետական միավոր, որպես պետության 1-3 միլիոներորդական ներկայացուցիչ։
Իսկ Սամվել Կարապետյանին պաշտպանողներին մի բան ասեմ. Եթե տենց ազգայինով վեր թռնում եք, ես ձեզ հիշեցնեմ եւ հուշեմ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դրել էր հավասարության նշան։ Հավասարության եւ իր կոչն եմ ես ասում, հենց համացանցով էլ հրապարակած։ Կողմերին կոչ էր անում նստել, կողմերին, իր համար բան չէր, կողմերին։ Դուք հասկանում եք, թե դիվանագիտական կամ միջազգային տենց բանի, քաղաքական բաներով այդ քաշի մարդու նման արտահայտությունը ինչ անշանակում։ Դուք լսել եք մի հատ ադրբեջանցի, որ նման կոչով հանդես գար։ Ադրբեջանցի միլիարդատեր Ռուսաստանաբնակ, նմանատիպ կոչով հանդես գար, լսել եք, չեք կարող լսել։ Որովհետև այ ազգային նրանք են արդեն ոնց որ թե դառնում։ Մեգա արտահայտություններով ներկայանալ, բան էս ինչ է։ Բաչի մացակ, հավատարմության երթում են սկսել տալ, որոշ քահանաներ, չգիտես ինչ էր։ Ուրեմն Արագածոտնի թեմի հոգևորականած դասի հայտարարությունը։ Երեք Արշակ կոչեցյալ, Սրբազան կոչեցյալի մամուլի ասուլիսից հետո կարծես կրքերը հանդարտվեցին, որը որ թույլ չենք տա իհարկե, որովհետև նա պիտի հեռանա, նա սրբազան չի, նա սրբապիղծ է եւ ուխտադրուժ է, վերջ։ Նա պիտի հեռանա ու նստել, գիտեք ինչ, ոչ մի հանցագործ, ցանկացած հանցագործի, ցանկացած, որ բռնում տանում է գաղբաց, հենց դեմից առաջի բառը ես չեմ նա։ Տանես, կան տղեր, դատարանում էլ կանգնում են, կներեք սրան ասում են ատկազով է գնում, այս պարագը։ Միջևեր չեն ընդունում իրենց, բայց իրավական հիմնավորումներ են, չէ լինում, որ այդ մարդուն տանում փակում են, իրավական հիմնավորումներ, փորձում են իհարկե, երբեմն լինում են այնպիսի որոշումներ, որոնք չես կարող դու արդարացի համարել, եւ դրա համար էլ կոալիցիոն ունի նաեւ ԲԴԽ կառույցը, ով էլ զբաղվում է դատավորներով, եթե զբաղվում է, այնտեղ էլ ահագին խնդիրներ կան, էլի, միջայլոց, սա էլ ասեմ, հա։ Համենայն դեպս, երբեմն այո, թաց ու չոր խառնվում է իրար։ Իսկապես կա դրա նման բան։ Որովհետև 30 տարի դատարանները դարձել են զանգովի կառույց։ Դատավորներ կան չեն հասկանում, որ իրանք անկախ են։ Չեն հասկանում, չեն հավատում։ Դատական իշխանությունը առհասարակ նրա ներկայացուցիչները, չեմ ասում վերին օղակի, առնվազն այն մարդիկ, ովքեր որ իրականացնում են տեղում գործողությունները դատա իրավական, իրենք չեն հավատում, որ իրանք անկախ են։ Միջալոց մի թեմա կա քննչականի հետ կապված, ես դա մի օր բարձրաձայնելու եմ, հիմա չեմ ուզում խոսակցությունը թեքվի այդ ուղղությամբ, դրա համար առայժմ թող մնա։ Ուրեմն հիմա այս Արշակ կոչեցյալն է փորձում, սենց ես չեմով, սենց առաջ գնա, էլի։ Մամուլի ասուլից կանչի, որպեսի բացատրի, որ ինքը չի։ Բայց հետո ասի, այ երբ որ ինձ հանում եք, եթե ինձ դուրս եք հանում, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում բանը լինելու, այլասերվելու։ Սպառնում է, էլի։ Ինչով է սպառում, շատ խնդալու է, չի կարելի տենց բաներ։ Ու լրագրողները հարց չունեն, ես ճիշտ եմ հասկանում, որ մեր լրագրողական համայնքին ինչքան այլասերված պատասխաններ լինեն, այնքան իրան կուշտ են։ Ճիշտ եմ հասկանում, որովհետև ո՞նց կարող ես այս իրավիճակում դու հարցեր չունենաս։ Մարդը նստել է ասում է, թե AI-ով է սարքած։ Արհեստական բանականությունով է սարքած։ Ի՞նչն է արհեստական բանականությունը։ Չէ, ես իմ խնդիրը չի նրա ընտանեկան գործերին խառնվել, բայց կներեք խոսքը Սրբազանի մասին է։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, ով քաղաքացի է ու կարող ունենա իր անձնական կյանքը, ու ասենք մնացածը իր գործն է։ Չմարանանք շատ։ Ես քաղաքացիների, սովորական քաղաքացիների կամ լինեն պաշտոնյա, չպաշտոնյա, սա ինձ չի հետաքրքրում։ Անձնական կյանքը բացարձակ ինձ հետաքրքիր չի եղել եւ չի։ Ընդ որում, սա ես կարող եմ հիմնավորել կոնկրետ իմ պարագայում, ես լինելով դերասան շատ է եղել իմ գոլեգաներից, անգամ չեմ էլ իմացել, որ այս ինչը սրա կինն է կամ էսի սրա ամուսինն է։ Ես չեմ մտել ոչ մեկի
հետաքրքիր չի եղել։ Ես գնացել եմ գործի, շփվել եմ նորմալ, բոլորի հետ գործից հետո եկել եմ իմ գործերով։ Չեմ կենտրոնացել ոչ մեկի անձնական կյանքի վրա, բայց երբ որ խոսքը գնում է սրբազանի մասին, կներեք, դա ոչ միայն հետաքրքրության գոտում է, դա նաև պատասխանատվության գոտում է իր կողմից։ Ասել ես սրբազ բան եմ, կուսակրոն եմ։ Դրա համար եմ ես եկեղեցում, ներսում ապրում, որովհետև ես կուսակրոն եմ։ Դրա համար, երբ որ ինձ տեսնում ես, դու պիտի աչքս համբուրես, որովհետև ես կուսակրոն եմ։ Դրա համար դու պիտի ինձ տեսնես, ասես Աստված քեզ օգնական, որովհետև ես ինձ դուրս եմ դրել աշխարհի կյանքից եւ ամբողջովին հոգեվոր կյանքով եմ ապրում։ Եվ այո, ինձ քո օրհնանքը, Աստծո օգնություն մաղթելը ինձ անհրաժեշտություն է։ Դրա համար բայց եթե ես աշխարհի կյանքով եմ ապրում, վերջ, չի լինում։ Չի լինում։ Հա, կարող է միշտ էլ քահանա դառնալ, որովհետև քահանան, այո, որոշակիորեն այդ նման բաներով ազատ է, չնայած դարձյալ սեռական կյանքի մասով, դարձյալ ունի սահմանափակումներ։ Մենք այսօր քահանա ունենք, երկրորդ կնգա հետ ապրում, բայց ինքը քահանա է, ինչը որ կանոնա կարգը չի թույլատրում։ Չի թույլատրում։ Մեկ կնոջից բաժանվել, մյուս կնոջ հետ ամուսնացել է, քահանայի պարագայում դա չի թույլատրվում։ Քաղաքացիների պարագայում ուզում ես 10 հատ կնգա հետ պսակվի։ Այդ պարագայում չի թույլատրվում։ Սա է հարցը։ Եվ եթե եկեղեցու կյանքը նույնական է ցանկացածի կյանքի հետ, ապա կներեք, այստեղ է հենց տրոհվում եկեղեցին, արժե զրկվում եկեղեցին։ Եկեղեցու դերն ու նշանակությունը մեր իրականության մեջ, ինչը սահմանված է սահմանադրության մեջ։ Այսինքն այսօր Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին իդեմս Արշակ Սրբապիղծի ու Կտրիչ Ներսիսյանի սահմանադրական կարգը արդեն սկսում խախտել։ Իր դերի եւ նշանակության մասին, որովհետեւ նա ունի բացառիկ, գրված է սահմանադրության մեջ, ունի բացառիկ դեր եւ նշանակություն հայկական իրականության մեջ։ Որն է բացառիկը, եթե կարան ապրեն նենց ոնց որ մենք։ Դա բացառիկություն չի։ Հա մի հատ սև շորա ես էլ կարամ տենց քայլեմ մի հատ լավ խաչ կախեմ վզիցես բանից արծաթից կամ չգիտեմ բիժուտերիա։ Ու դες ֆրֆրամ աչքս sense դայաղան պաչեք մի հատ էլ բան sense դες չի գժանոց չի գժի դար չի այնուամենայնիվ միտքս հասցնեմ ավարտեմ Արագածոտնի թեմի հոգևորական ազդասի հայտարարությունը Անդրադառնալով վերջին ամիսներին մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ դրսից եւ ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին եւ ներկա կացությանը մենք վերահաստատում ենք, որ Առաջին, խոնարհվելով ամենակալ Տիրոջ առջև, անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին։ Խաբեցիք այստեղ, խաբեցիք։ Դուք արդարացնում եք ձեր մեղքերը, դուք չեք դատապարտում մեղքերը։ Դուք հավատարիմ չեք եկեղեցուն ու նրա բանին խաբեցիք սկզբունքներին ու կանոններին որովհետև կանոններից մեկը այնա որ կաթողիկոսը չի կարող երեխա ունենա դա կանոն է դուք խաբում եք երկրորդ հավատարիմ ենք Մայրաթոր Սուրբ Փեշմասին եւ նրա գահակալին նորին Սուրբոցություն Տեր Գարեգին Բամնային հայոց կաթողիկոսին Որևիցե մեկը մենք հիմա ամենայն հայոց կաթողիկոս չունենք, որովհետև ձեր ասած ինչ որ նորին Սուրբոցություն Տեր Գարեգին B չկա։ Գոյություն չունի այդպիսի մեկը։ Ես հիշում եմ մեկը կար Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով, ով նույնականացնում էր իրեն Գարեգին B-ի հետ, ասում էր Գարեգին B եմ ես, բան, սենց բաներ էր անում։ Բայց չկա նա։ Որովհետև վերը նշած կանոնին չի ենթարկվել։ Եվ երկրորդ, ես կարող եմ հստակ լսած լինելով ձայնագրություններ, երբ որ ձեր սրբազան հայրերը, այն էլ շատ կասկածելի սեռական կյանքով ապրող ընդ որում, բան են անում, պարտադրում են 44 օրյայում զոհված տղայի եղբորը,
որպեսի մոր հետ, եկեղեցու ծառայող որպես մոր հետ, սքավոր մոր հետ գա ու մասնակցի քաղաքական ակցիաներին, ապա ես ունեմ կասկած, որ հնարավորած ես նույնպես պարտադրել են։ Բայց դուք առայժմ չեք ասի, կարող է անցնի մի 5 տարի օրինակ, հետո դուք գաք հեռուստատեսություն եթերներ եւ այլն ասեք, գիտեք մեզ պարտադրել են։ Քանի որ դուք չեք գնացել Տեր Արամի հայտարարության հետքերով, չեք պարզել ձեզ համար, որ Տեր Արամը որքանով է ճիշտ ասում եւ իրեն որքանով են պարտադրել։ Ես չեմ կարող վստահ լինել, որ ձեզ չեմ պարտադրել։ Այ հենց այստեղ է խնդիրը։ Այնպես որ սա սուտ 2։ Սուտ 3։ Խոնարհվելով ամենայն տիրոջ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին հայ առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությանը, կներեք, խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում վեհապար հայրապետին վերաբերվող հատվածների միտումնավոր զեղչումները։ Այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք հայ եկեղեցու եւ նվիրապետության նկատմամբ ու պարակտիչ դրսեւորում։ Քանի որ մենք չունենք կաթողիկոս, մարդիկ զեղչում են նրա անունը, չունենք կաթողիկոս։ Ձեր նման վախկոտ չեն դուրս գալի հավատարմության բան տալու։ Ստեղծված կացությունը, այս Ղազագիրը, էլի, Ղազագիրը։ Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ եւ պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետեւել ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել եւ ծառայել սրբությամբ ու արդարությամբ Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախաձեռնությամբ, գործով եւ խոսքով լինել եկեղեցու մեջ, բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ եւ խոնարհությամբ լինենք հետեւող Աստծո խոսքին, հոգատար եկեղեցուն եւ անդադար աղոթակից, լինենք անբացիր մեր պաշտոնի քահանայական եւ վանական կոչման մեջ, դարձյալ հաստատում եւ ստորագրում ենք հոգեվոր եւ խիզախ մեր գիտակցությամբ ու ստորագրություններն են։ Հիմա ես ձեզ ասեմ սրա ամենամեծ սուտը որն է ու հաղորդումը փակենք երկու բառով։ Ուրեմն, եթե իսկապես դուք հավատարիմ լինեիք, դուք այսքան տարիներ աշխատելուց, գործելուց հետո դուրս չէ գա ու նման հայտարարություն անել։ Սա Ղազագիր է, սա հավատարմության երթում է անձի պահանջով։ Սա Ղազագիր է։ Ձեր գործով մենք ձեզ կգնահատենք, այդ մենք ենք գնահատողը, հավատացյալներն են գնահատողը։ Դուք ինչի եք դուրս գալիս վերահաստատելու մի բան, որը այսպես ձեր օծման ժամանակ հաստատվել է, օծումով հաստատվել է։ Հասկանում եք, սա Ղազագիր է, ու ձեզ նման Ղազերին նստեցրել ասել են սա կստորագրեք։ Ու ինձ թվում է, չգիտես ինչի, որ ես առաջիկայում էլի մի երկու թեմից ինձ Ղազագրեր լինելու են։ Դուք ստարկամիտներ եք, Ղազագիր գրող, ստորագրող ստարկամիտներ, ճորտամիտներ։ Դուք չեք կարող լինել հոգևոր առաջնորդներ։ Դուք հոգևոր վախկոտներ եք, հոգևոր հետամնացներ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։